Ես հասկանում եմ, որ ոդված է այնպեսի ոդված է, որ կաշկանդում է երևի, բայց իրականությանը պետք է նայենք փաստերով, որ արդեն 9 ամիս ենթադրությունների հիման վրա, ավելի դավարա, նորից եմ նշում, երևի գործին արդեն ծանոթ եք, որ ընդհանրի ենթադրությունների հիման վրա, կարծիքների հիման վրա ազատազրկված ենք արդեն 9 ամիս, ես ներողություն եմ խնդրում, սա ձեզ չի վերաբերվում, ընդհանրեն օրինակ եմ ուզում ներել, սա նման է մի բանի, որ եթե հարգարժան դատախազը հսկող դատախազնա քննիչ ինձանից կաշատ կուզի, մեղադրեն հսկող դատախազը, օրինակ եմ բերում, այսինքն, ասեմ, եթե դուք հսկող դատախազն եք, ուրեմն դուք հաստատ գիտեիք, որ քննիչը այսպիսի հանցագործություն արել։ Այս գործը նման է դրան, որ ենթադրում են իր ասպարանցներով, որ կարար իմանալ, որ ընդդիմացել եմ ես այդ ամբողջ խոսակցություններին, ես մի սանկցիայի դատի ժամանակ ասացի ինչա պետք է համաձայնություն տայի այդ խոսակցությունների, որպեսզի արդար լինեին, ոչ։ Խնդիրը այստեղ սա է, որ ոդվածը կա, իբր իշխանության իրացում, բայց տակը ոչինչ չկարան դիտել։ Տակը կամ հանել ենթադրություններ, ինչ-որ մարդիկ ենթադրել են, որ հնարավոր է, որ ես տեղյակ։ Այսինքն, միթե արդարադատությունը այսպես է, որ հնարավոր է, որ կասպերանսերով ինչ-որ հարցի շուրջ տեղյակ է, ուրեմն պետք է գտնվի կալանքի տակ։ Ձեր համար, այո, դուք աշխատում եք աշխատանքա, երդում եք տղեր պետական շահերը պաշտպանելու, բայց իմ համար սա կյանք արժե։ Իմ համար սա կյանք արժե։ Կյանք արժենում, որ իմ թողերից մեծանում եմ, կյանք արժենում, որ ես զրկված եմ ամեն տեսակի գործերից, աշխատելուց, չգիտեմ, տարբեր բաներից, իմ կյանք ապրելուց։ Ինչպես կարդացիք, որ նշված էր 90-ից 94 թվական, երբ որ մենք դուրս եկանք մեր հայրենիքը պաշտպանելու, մենք երազում էինք դրախտավայր հայրենիքի համար։ Թող անպարտով չնչապարերս, մենք շատ-շատերի տվեցինք ապրելու, ուսում ստանալու, ամուսնանալու, երեխաներ ունենալու, թողներ ունենալու հնարավորություն։ Բայց մեզ զրկում եք այդ հնարավորությունից ինչի համար։ Ընդհանրը ենթադրությունների համար, որ ենթադրում են հնարավոր է այս մարդը չէր կարող տեղյակ չլիներ։ Այսինքն, այսպիսի արդարադատություն չէ, մենք դրա համար կյանք տվել, կյանքեր փորձել, լավ եղբայրներ փորձել։ Ես էմոցիաների վրա չեմ ուզում խաղալ, ես ընդհանրապես ճշմարտություն եմ խոսում։ Հազարավոր եղբայրներ ու հարազատներ փորձելով, տեսնելով այդ դառնությունը, տեսնելով են, որ չես կարողանում կյանք խնդրող, աղերսող հայացքով եղբայրդ նայմակես ու դու չես կարողանում, մենք սրա համար չեն կարող։ Ինչ-որ մարդկանց ենթադրությունների համար գտնել է ավելի քան արդեն 9 ամիս կալանքի տակ զրկվել Վարշավից։ Չի լինում այսպես արգելի դատել։ Նորից եմ ասում, ճիշտ է, այնպիսի հոդվածը որոշ մարդկանց կառուցած, սարքած, ապօրինի ձևով չգիտեմ, ես բարը չեմ վախեն ասեմ, կարած գործերի հիման վրա, մտածելով, թե իբր ես քաղաքականությամբ եմ զբաղվում, ու ինձ խորհուրդ էի տալիս, որ քաղաքականությամբ չզբաղվում։ Ես Պակիստանից ես ասում, չէ, ես չեմ զբաղվում, ես ազգային մարդ եմ։ Քաղաքականությունից հեռու ազգային մարդ, որը սիրում է իր հայրենիքը, որ պատրաստ է կյանքի գնի պաշտպանելու հայրենիքը։ Ու մենք ապացուցել ենք դա։ Իսկ ինչ նույնը պատշաճ վարքագիծ, անցած անգամ ես ասացի, հիմա նորից եմ ասում։
ես իմացել եմ, որ մոտ 2 ամիս, որ մարդկանց կանչում են քննչական կոմիտե, բացատրություն են վերցնում ու մարդկանց ուղղորդում են իմ ուղղությամբ դժգոհ եղած է Հայաստանից։ Ոչ էլ խառնվել է, ոչ էլ ուզեցել եմ ինչ-որ մեկի տեսնել, ոչ էլ ինչ-որ վկայի տեսնել, նրանց համոզեմ, որ չգիտեմ նորմալ սուսում։ Չնայած վատ բաներ չեն ասել իմ մասին։ Դրա համար հարգելի դատարան ասելիք է սենա, որ խնդրում եմ ուշադիր եղեք, որ չի կարելի մարդուն, անարդար մարդուն, ուրմամիս ենթադրությունների համար պահել կարանքի տակ, եթե վերցնենք այն հարգելի մեղադրողը, որ անցած անգամ դեռախոսի ավելվածներն էր ասում, ինչ կար նույնատիպ կեղծիքա մնացած գործեր, այսինքն կեղծիք ասելով 17 տարի պարգևատրած սնվելով ատրճանակով ոչ մի բան չեմ արել ու այսօր ենթադրում եմ, որ ատրճանակով ես պետք է հեռաշրջում անեմ, սա մեկ, երկրորդ լրագրողը ինչ-որ հոդված է գրել մասին, ես շտապում եմ դրա հետ, սա իմ դեռախոսն է ու նմանատիպ գործեր կգան ու վեկաներս կլսենք, կտեսնենք, որ ամեն ինչը ներողություն արտահայտության համար փուչի է, չկա ոչ մի բան։ Թե առերեսումները, թե բացատրությունները, այդ ամեն ինչը ես ուսումնասիրել եմ, կարդացել եմ, ամեն ինչը այդ առերեսումներին ես անձամբ տեսել եմ մարդկանց իրավիճակը, տվյալ մարդկանց, ինչ է կատարվում, ոնց է քննիչ ասում, մինայա աչքերի մեջ, ես հացին չպատասխանես, այս հացը հանում եմ, ձայնագրությունների ամբողջ, քննիչը այդ ամբողջ ձայնագրությունների նորից եմ ասում, ենթադրությունների իմանները 9 ամիս մնա կալանքի տակ զրկվել ապրելու իրավունքից, անարդար եմ, շնորհակալ շատ լավ։ Եթե լրացումներ կամ այլ ասելիքներ կան, համեցեք արվի։ Ես իմ դիրքորոշումը եւ տեսակետները հայտնել եմ նախորդ դատարկածի ժամանակ նրանք ամբողջությամբ ընդունում եմ։ Սա մեկ հետաքրքիր հանգամանք ուսումը առնվազն 66 կոորդինատի կար Մեղադրած Սերո Գասպարյանը, ես եթե պետք է ճիշտ եմ հասկացել, նշեց հետևյալը, ես 2 ամիս առաջ իմացել եմ, որ քննություններում եւ իմ դեմ ուղղորդում եմ, ճիշտ է, եւ ես չեմ գնացել։ Բայց այնուամենայնիվ Մեղադրած Սերո Գասպարյանը ձերբակալվել է Հայաստանի Հանրապետությունից երգ կատարելու ժամանակ։ Եթե ես հիշողությունը չի դավաճանում, նախկինում արձանագրում եմ, որ այո, լավ ուզեցել է գնաց Հայաստանից հեռանալ, բայց ինքը այդ մասին չի իմացել, որ նախաքննություն է իրականացնում։ Կամ իր նկատմամբ առերևույթ հնարավոր է իրական հետաձգում սկսել։ Եվ դա դիտարկում էր, որ ոչ այստեղ թաքնվել կամ խուսափելու երևույթ առկա չէ։ Հիմա Սերո Գասպարյանը ինքն է հայտարարում, որ ես գիտեի նախապես, որ քննությունը իրականացում եւ իմ դեմ հնարավոր է նաեւ ցուցումներ տալու ուղղություններ են, բայց ցանկացել է գնալ։ Սանգամանքը նաեւ կարծում եմ ուշադրության արժանի է դատարանի համար, նաեւ այդ ուղղությամբ դիրքորոշում եզրահանգում կատարելու իմաստով շատ չծանոթանալով իմ տեսակետները նույնն է, ոչինչ չի փոխվել, ես գտնում եմ, որ միայն կալանք խախտման միջոցը տվյալ պարագայում, դատաքննության սնունքում կարող է պատճառ դատաքննության։ Շնորհակալություն։ Շատ կտակ հանեցեք, դուք որոշեք խնդրեմ։ Ուրեմն հարգելի դատախազ, կարող եք մաքսային այդ անձնագրային անցակետում, որ ես 2 ամսվա 3 անգամ դուրս եմ եկել, միասին երկու ամսվա 3 անգամ սա աշխարհ է, որ դա ընդհանրապես կապ չուներ, որտեղ ես գնացել եմ Եվրոպա, եկել եմ, նորից եմ գնացել, աղջկասկանը ամսի 21-ին ես հետ պտի գայի, սեպտեմբերի ու ամսի 21-ին աղջկաս է նստացա, 24-ին իրացանում գնայինք Եվրոպա,
անվուր դիացենուտ նշել։ Շատ լավ։ Պարոն Կոչուբաև, համեցեք խնդրեմ։ Պատվարժան է երկու պնդումները ոչ միայն իրար չեն հակասում, այլև ընդհատում են, եւ մենք երկու տարբեր երևույթների մասին ենք խոսում։ Այն որ քրեական վարույթի մասին տեղեկացված եղել է, դա այլ երևույթ էր, իսկ հեյթ մեկնել այլ։ Պարոն Գասպարյանն է նշեց, այն փուլում, երբ ինքը իմացել է, հասկանալի է չէ իր հրամանատարության ներքո ծառայած անձանց մասին էր խոսքը, կամ այն ՀԿ-ի անդամների մասին էր խոսքը, եւ կանչվում էին եւ առնվազն տեղեկացվածություն կար, որ ինչ-որ պրոցես կա, եւ այդ փուլում ինքը պարբերաբար եւ ՌԴ եւ դեպի Եվրոպա գնացել եւ վերադարձել է, ընդդեմ Եվրոպայում կացության կարգավիճակ ուներ պատվարժան դատան։ Իսկ ինչ վերաբերում է այս վերջին Մոսկվա մեկնելուն, պարոն Գասպարյանը տեղեկացված չէր, որ իրեն էլ են այդ գործով հետապնդման ենթարկելու։ Այստեղ տրամաբանությունն այն է, որ եթե անձը հանցանք է կատարել եւ գիտի, որ հաստատապես իր հետևից գալու են եւ ինքն էլ արտերկրում է կամ գնալ գալու հնարավորություն ուներ, կգնալ եւ չէր վերադառնա։ Այս վերջին դեպի Մոսկվա գնալը եւ այդ իմանալը երկու տարբեր ասպեկտներ են։ Այսինքն այն, որ ասել է տեղեկացվել եմ եւ գնացել վերադարձել եմ, դա նախորդ մեկնումների մասին էր, երբ պարոն Գասպարյանը եւ Գերմանիայի դաշնություն եւ Ռուսաստանի դաշնությունն էլ մեկնել եւ վերադարձել։ Իսկ վերջին անգամ, այսինքն երկու պնդումները միաձուլվեցին։ Շատ շնորհակալություն, Արմեն Դատախոս, արձագանք կա։ Արձագանք կա այնքանով, որ առնվազն գնահատմամբ մեղադրյալ Սերուկ Գասպարյանի ներկայացած հանգամանքները բացարձակապես համահունչ էին Անգելի պաշտպան Կոչուբաևի ներկայացած մեկնաբանություններին, այսպես ամեն դեպքում ես այդ հանգամանքը բարձրաձայնեցի դատարանի ուշադրությունը վերադարձնել նաև այդ հանգամանքի վերաբերյալ, որովհետև Թուրքը տալիս որպես ամփոփում էլ է սա արցել։ Դերևս քննության ամենասկզբնական փուլում դրա պարագայում հատկվելու դիստը անասել չի դիտարկվել որպես անկերպ։ Այն որ պարոն Գասպարյանը գնացել, եկել է, կամ առասրել կարող է գնալ եւ այլն, այս հարցը ի սկզբանե մտահոգության տեսանկյունից պետության կողմից չի բարձրացվել։ Մի անգամ դա քննարկվել է կալանք որպես պատմամիջոց հարցի քննարկման շրջանակում դատարանը դա արձանագրել է, այնուհետև հաջորդի սանկցիաների քննարկման ժամանակ փախուստի ռիսկը երբևէ արձանագրված չի եղել։ Երբևէ։ Դրել պարագայում մենք ունենք չունենք, ընդհանրապես մի մտահոգություն ունենք, որը պետությունը առաջ է քաշում որպես պատկաս, դա քննության համար խոչընդոտներ ստեղծել։ Չի մասնակցում։ Շատ լավ, շնորհակալություն։